Դուք կարծում եք հագուստը միայն գեղեցիկ լինելու համար է, դուք սխալվում եք։ Դա առաջին հերթին զենք է ու շատ հզոր զենք։ Եվ այսպես եղել է միշտ։ Սկսենք միջնադարից։ Երբ մանուշակագույնը համարվում էր թագավորական գույն, որովհետև ներկա նյութը հազվագյուտ էր ու թանկ, սովորական մահկանացուները չէին կարող այդ գույնի հագուստ ունենալ։ Իսկ այ ֆրանսիական հեղափոխությունը փոխեց նորաձևության բոլոր ընկալումները։ Շքեղությունն ու պերճանքը ասոցացվում էին հարուստ, ներկայիս բառերով ասած մերժված խավի հետ։ Իսկ քանի որ հասարակ ժողովուրդը հագնում էր ավելի պարզ հագուստ, նոր իշխանությունները ևս սկսեցին հագնել պարզ եւ անպաճուճ։ Պատկերացնում եք, համեստությունը դարձավ նոր քաղաքականություն։ Ժամանակն անցնում էր, մոտեցումները ծայրահեղ էին։ Մեկ շքեղ, մեկ համեստ, ինչպես եւ հիմա, ամեն տարի նոր թրենդ էր։ Արևմուտքում 20-րդ դարում կանայք սկսեցին կոստյումներ հագնել, որպես հավասարության նշան։ Կոկո Շանելն էլ ազատեց նրանց կորսետներից եւ ստեղծեց հագուստի նոր լեզու։ Իսկ այսօր մտածել եք արդյոք ինչ է ասում հագուստը ձեր մասին։ Բրենդներ, լոգոներ, թե մինիմալիզմ, վինտաժ, թե սեքենդ հենդ։ Ամեն ինչ ուղերձ է այն մասին, թե ինչ խավի ներկայացուցիչ եք դուք։ Հագուստը լուր լեզու է։ Ու եթե չեք հասկանում այդ լեզուն, դա իրականում շատ վատ նշան է։ Ներկայում բրենդային լոգոները սոցիալական շերտերի նոր դրոշներն են։ Մինիմալիստներն ասում են, որ իրենք էլիտա են եւ իրենց առանց մեծ լոգոների էլ կճանաչեն։ Բայց դա չի վերաբերվում հայկական էլիտային։ Քանի որ վերջինս անընդհատ ընդգծում է իր իշխանությունն ու հարստությունը եւ դրանով դառնում է անախրոնիկ։ Streetwear հագնողները փորձում են դեմ ելնել համակարգին, բայց մնալ թրենդային։ Իսկ ավելի համեստ հագնվողներն ու իբր նորաձևությամբ չհետաքրքրվողները նույնպես ուղերձ են հողում։ Այնպես որ հագուստը միշտ խոսում է, դուք նույնպես։ Հարցն այն է, թե ինչ եք ասում։ Ձեզ հետ Անուշկանն է, եղեք նորաձև։